Որոշել եմ մենակ սև հագնեմ այս քանի օրը, որից տեսնեմ նիհար սևի մեջը։ Հելակ դա դուս։ Եղողներն եմ արևից։ Լավ լողանում եք։ C'est grand la piscine? Oh, mon bébé. C'est combien? 8 sur 4? Ouais, par là, 9. Toute chose. C'est mon café. Dès la Desbari Jamans. Bonne journée. Profitez bien. À toutes. Ciao, à toutes. T'as les clés? Hajor. Hajor Meles. Hajor merrem kyanki. Hajor Karla. Hajor Sirun Archik. Im Sirun Archikner. Les filles, mes jolies filles. Այո, սիրելիներս, մենք ունենալու ենք աղջիկ թորնիկ։ Je m'en souviendrai comme si c'était hier. Hier, Feveles. Կողբի c'est quel le կողբի? T'inquiète, dans tous les cas, Tanga. C'est quoi ça? Michel, la reine d'Angleterre. Moi, je te garantis que... Moi, je te garantis. De quoi? Mais vous voulez me faire travailler jusqu'à 99, les gars? Tu sais, tous, ils me trouvent du travail, quoi. Mais quoi, tous? Les autres, on s'en branle. Là, t'as un fils et tu vas avoir une petite fille. Quand j'ai un fils. Ah oui. Ben oui. Quoi? Ah, mais Une petite Donc là, godinette. elle aimerait bien avoir une piscine ici. Oui. Parce que vu que nous, tu ne l'as Elle pas aime. accepté, depuis peut-être, on se dit peut-être que pour tes petits-enfants... Non, et puis je rentrais la viande de là parce qu'il y a des... Ah oui, la viande s'il te plaît, oui, dans le truc frigo. Pourquoi tu mets des chaussettes avec ce chaleur? T'as vu ces chaussettes l'hiver? Et comment? Non, c'est pas les chaussettes à l'hiver, spécialement. C'est les chaussettes Ah ouais, le monte et en plus elles sont épaisses. 4 saisons. C'est comme les pneus. Իմ սիրուն Կարլան հավաքում է սեղանը։ Ես իրանց հետ հաշ չեմ կերել այսօր երեկոյան, երեխեք ջան, որովհետև ես ժամը 6-15 պակաս մի կտոր կերա եւ վերջ։ Ժողովուրդ ջան, գնացի մամային ասյարի դուրսը նստենք, ասեց ցավում է ոտքս, ոտքերը հոգնել է։ Ասեցի ոնց կուզես մամ ջան, նա այդպես քեզ ոնց հարմար է։ Ես նստած եմ դուրսը, երեխեքը հեսա գնում են քայլեն, հաց կերան, ոբշեմ ընտիր եղանակա, ոյ վերջապես մեր մոտ փողացավ երեխեք, իհարկե սա երկար չի տևելու, բայց ամեն դեպքում, ոյ, ընտիր, garde տելեֆոնը, Oui? Սերժը Սահակիրա Դավիթի Բեկիրա Տարեկ ագրացրել էր մեր այդ բանը հարևանի բան ունի այդ ինչեմ ասում փակ տարած տարանդեղ որտեղ այսօր կայծակ են հաղորդում Tu veux que j'appelle Bernard pour mettre sur la grange? Только не право женить. Значит, так как не право стало, и не только шел их. C'est-à-dire quoi? Avec la tête que t'as hoché comme ça. Hein? Не право. Et Получше надо. До свидания. ils sont là? Երեխեք ամպերն ինձ գեղեցիկ են գորում, նորն ինձ լույս տվեց, լսում եք, պատկերացնում ես, ուրա Անդրևա գալիս, ինչ կայծակ գմպած լույսերը գնա ժողովուրդ ջան, Là, ça se rafraîchit, hein? Որ կողմի վրա էր։ Խեղճերեխես վախեցել էր, ասպա դուրսեր եկե ծխելու, ասպա նենց գմպած, իրոք անենց գմպած երեխեք, բենակ տեսնեիք։ Բարև ձեզ սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր մոտ այսօր վերջապես
հով եղանակ։ Ուրեմն այսօր ես մտածում ինչ պատրաստեմ։ Ես խաչապուրի պիտի սարքեմ այսօր։ Մտածում կաբաչկայով ինչ-որ հետաքրքիր պղպեղով բան սարքեմ։ Et parce qu'au moment là, quand le sol comme ça, il ne pousse plus, tu sais. Et c'est la chaleur qui les gens on va manger. Ուրեմն որոշեցի կաբաչկայով սիրելիներս Мне պատրաստել։ просто кушнеф и кататься, попова каштаны. Ինչու միջաշապես, հա։ Կորժետով։ Դավիթ ջան, մեծ սոխը կտաս մի հատ։ Դավիթ, այս գետից մեծ սոխը մեկի մի հատ սխտորտու։ Ապրես։ Կամաց հետ կգա հիմա։ Ես ես ամենը պետք է սարքեմ, աջապ սանդալի նման ինչ-որ մի բան կսարքեմ հետաքրքիր, գնամ բերեմ պամիդոր սառացրած պամիդորով, մի պամիդոր բերեմ, թե տոմատ, երևի թե պամիդոր։ Այսօր Սերժո Դավիթը պիտի գնամ տան վրա ներքևը կնկարեմ։ Ղաջապուրի սարքենք, Եկեք մի անգամի, բայց չգիտեմ մի հատով սարքենք, դերավիտ մի հատ անեմ, քիչ սարքեմ են, հետո կտեսնեմ, եթե զգամ, որ էլի կարիք կա, նորից կանենք, որ ինչ։ Քիչ, եկավ պահները բացեմ։ Hein? Je vais venir filmer. Tu m'appelleras. Non, je t'appelle pas, non, maman. Нет, поскольку я не пробую, я там я прав travail, non, je tiens pas, excuse. Franchement, просто. Travail, հասկացա մենակերևեք։ Ասացի, գամ կգնանք շատ ներքև, ուզում են այսօր այն մեծ բերիթրի դուրը բացվի։ Երկու տարի այդ մի հատը թողել եմ վերջում, որովհետև Դավիթը պիստեղ լինի, որպեսզի օգներ հորը։ Եվ քանի որ Դավիթ հարցակուրտ է երկու, տղաս գնա պապային օգնի։ Քիչ մածուն խառնեմ, դա որովհետև սա ես եմ որինել եմ, փակկացնեմ։ Il était dans le noir. Qui était là? Bernard, C'est vrai? 6h30. Ah merde, il t'a réveillé? Non, j'étais levé. Et parce qu'il a pas, il s'est déjanté, il Ouais, a pas... il s'est pas réveillé. Ah, il a dormi à 9h. C'était 11h15. Oui. Il a ouvert le Et congélateur, tout. Il me dit, je sais pas manger, Serge, tu peux venir, mais je dis ça. Parce que c'est comme les Linky, là, il faut appuyer, je sais pas quoi. Ouais. Et en fait, il y a un autre disjoncteur à l'intérieur qui avait sauté. L'intérieur? Ouais. Ah, ok. Mais le Linky avait sauté aussi. Parce qu'il n'y avait aucune... Par contre, il faut que j'aille enlever le sinistre. Ah oui. Երեք մտածեցի փչացել է ամենջապես դեկլարացիա արեցի ապահովագրություն տեղը։ De toute façon, il faut que je les appelle pour les carreaux. Et parce que l'autre jour, j'appelle très agressif comme ça, elle me dit ouais, vous avez qu'un, pourquoi il y a deux devis sur les deux? Parce que entre les deux trucs là, tu sais, il est pété. Et le mec, il a fait le devis pour les deux parce qu'il va changer.
Je dis déjà, je dis écoutez madame, vous ne me parlez pas comme ça, on ne vous doit rien du tout. Je dis par mois, vous me prélevez 700 €, on paye 700 € par mois. Et elle me dit, je dis arrête, je dis vous ne m'agressez pas. Je dis les assurances, il y en a plein. Elle me dit, mais non madame, excusez-moi si je vous ai vexé, je ne vous ai pas agressé. Je dis déjà, cool, mollo, hein. Je dis, c'est pas nous, les commerciaux, c'est vous, commerciaux, nous, on est les clients. Tout de suite, elle a baissé la voix. Je dis, je vous envoie les photos, parce que l'impact, je dis, si vous êtes débile, c'est pas ma faute. L'impact, quand il y a un sur un vitre, le mec, il m'a dit, c'est normal, parce que comme ils sont attachés, c'est entre les deux vitres. Tu vois, il m'a dit, vous nous envoyez la photo, j'ai envoyé la photo, il n'y a aucune nouvelle, je vais les appeler. Tu vas voir, là. On a fait une devis de combien? 980. Գնացիք Դավիթ ջան։ Բարև։ Գնում են ժողովուրդը գնում են ներքևի տունը այդ պատը պիտի քանդեն հերու տղա, հետո կգնամ կնկարեմ երեխեք ջան։ Երկար մտածելուց հետո որոշեցի պատրաստեմ ինչ բանջարեղեն Սերժը բերել է, երկու հատ սմբուկ, կաբաչկա, պղպեղ եւ սոխով, հետո վերջում մեր պամիդոր կավերացնեմ, իմ անցատարվա սարցախցիկից եմ հանել, տեսնեմ դուրս է, եկել լավ եկա, վերջ ակտեմ, մանրակն բակի ոչ չեմ իսկանը շատ լավ է, թող ջրով լինի, որովհետև ջուր չեմ ավերացնում, իրանով խաշ եպի, հիմա լցեցի կապվանը, այդ սմբուկը, հիմա ավերացնում եմ կաբաչկա, երկար եմ կտրտել, յատեր աստված, երեխեք եմ, սա կոչվում է յատեր աստված, ամեն մարդ մի ձևով ասարքում, ես մտածեցի, քցեցի, բռնեցի, քցեցի, ասեցի, Անահիտ ջան, ինչ պատրաստես, որովհետև ինձ պետք է պարտադիր բանջարեղեն, ես երևի թե մի քիչ բրինձ խաշեմ, գիտեք, գիտակ ժողովուրդ ջան, որովհետև բրինձով ամեն դեպքում ինձ պետք է մի քիչ բրինձ ուտել, որովհետև ընդհանրապես հաց չեմ ուտում, խլիեպ, խաչապուրի եմ արել, բայց ես չեմ ուտել, պատկերացնեք, մազոխիստ, անջալից մազոխիստ ուտում, չգիտեմ, կտեսնեմ, մի խաչապուրին ահագին աչում կա, այդքան պահել, հետո շիկները դուրս եկան, ասադն եմ թողում քիչ սարի, հետո նորից էլի, տեսնում եք խաչապուրին երեխեք ջան, voilà, ça espèce, ça tourne un petit mijotelini, avelatsni մի քիչ աղ, սխտոր եմ արել, մոռացա սխտոր եմ արեցի, սեք պղպեղ, կարմիր պղպեղն արդեն արել եմ, ոչ մի այլ համեմունքներ չեմ ավելացնի, որովհետև կարիք չկա, ուզում եմ, վերջում կավելացնեմ ռեհան, քանից նոր ժամը, ավելացնեմ իմ 25 թվականի լոլիկը, մեր ընտիր, և անելու եմ այսօր շիպոլետա, խոզի և շիկակի բաներ էլ եկենց։ Եկեք հիմա մի հատ հայացնից։
խաղնեն իրար հետ և մոռանանք սրա մասին։ Թող ետքի փակեմ հիմա մի հատ։ Մի քիչ էլ կարմիր պղպեղ անեմ։ Մի քիչ կարմիրոտ լինի, ես շատ եմ սիրում։ Գույներ եմ սիրում ես։ Ինչպես նկատած կլինեք, դրանային ինչքան սիրում եմ գույներ։ Դա նաև գալիս է մարդու բնավորություն, չնայած ասեմ ձեզ, որ շատ սիրում եմ նաև սևը, այնպես չի, որ սև չեմ սիրում, գնացինք լավ։ Աղը մի քիչ էր, էտա մայրիկը եկավ, գնամ մի քիչ ռեհան բերեմ, մի քիչ էլ մաղադանոց և ձելը մասցերոբայից ժողովուրդ ջան, ընտիր, բանջարեղենային, բայց դեռ չի եպի, չի, լավ եպի։ Ես պիտի գնամ ներքև, իջնեմ մի հատ տան վրա, գնամ ռեհան բանն է բերեմ ու կամ։ Ավելացնենք պետրուշկան և ռեհան, այդիկի։ Եթե կարողանա ես հուրմունք ուղարկեի ձեզ, կարողանաս մովայ, անա այդեսի շլավ հոտ անգետնունը, բավ ես կանանչիները խարմել, ինչ լավ հոտ կընգնի։ Թողնեն մի քիչ էլ ինքը ջուրը քաշի, որ սա դրվի ենք որպես, բայց գիտեք սրա հետ կարելի է ինչ-որ մի բան պատրաստել ֆեքյուրան, չնայած ես մահերի կավ, դեր երշիկ էլ եմ անելու։ Ես գնացի ժողովուրդ ջան, դե լավ գնացինք միասին։ Խոհանոցից հետո մեքենայից հետո խոհանոց, սա քեզ բան։ Մեքենայի մեջ դուրսը որ հով է, որ ասեմ էլի սկսեց շոքել արդեն դուրս եկա, մռայլա, բայց արևը դուրս է գալիս արդեն։ Սպասեմ Կարլային, Կարլան էլ ուզում գա։ Տեսնում եք ձեր համար ամեն ինչ անում եմ, որպեսզի դուք էլ ներկա գտնվեք։ Եկավ իմ պուտյուրիկս, պուտյուրիկները։ Toi, il m'envoie mon contrat, mieux c'est. Mais je sais pas, j'ai envoyé une photo d'identité. Après, si elle veut une autre photo, elle me demandera. Je pense que c'est surtout d'identité. Je pense aussi. C'est pour faire le dossier, et ouais, tout. ouais. Voilà. C'est qui t'a demandé? Des RH? Ouais, les RH. Գնում ենք տեսնենք ինչ են անում ժողովուրդը, on va voir là. On va voir les mecs. Les mecs. Երեխեք ջան քանդման process-ը սկսեց։ Իմ տղեն եկավ օգնության իր հորը։ Ça va les mecs? Լավ ես տղես։ Ոնց եք։ Հա? Quoi? Ոնց եք։ Lave, lave. Այ մեռեմ կյանքիդ, on y va։ Նայեք տեսեք երեխեք ջան։ Ils vont croire que c'est une garçon. Je vais faire une photo. Ouais. On n'en voit pas souvent des comme Non, ça. non, non, non. C'est un bleu électrique. Օրտանսիա է երեխեք հլստեղ նայեք այս գույնը հրաշքա իսկ այս կապույտը սա իմ սկեսուրի առաջին հարևանն է տեսնում եք մեր ոտաները ոնց են երբ որ ես գնացի Գառնիում տեսակ չէ ցույց տվեցի շենքը այդ բաղնիկը որ ցույց տվեցի այ այսպիսի շենք է իմ սիրուն Կարլան նկարում է հիմա ես մի հատ Կարլային տեղ նկարեմ կարծում Տղերքը քանդին, սա այդ magnifique նայեք, տեսեք այս պանորամիկ պատուհանները, բայց ինչ արած, սարքում է Դավիթը, հետո ինքը կորոշի, կվաճառի, թե ոչ, իր տունն է, ինքը ինչ կուզի նայել կա։ Ատալանգ։ Serge, il avait déjà mis hier peut-être échafaudage parce qu'il n'y était pas. Hein. Ah ouais? Ouais, il a préparé quand même. Et là, ils en ont pour combien de temps? T'as vu les pierres? David, ishkan ժամանակում կպրծնեք էսի։ Quoi? Mais là, juste, on met la poutre après. Բացել, հա, դնում եք պուտխը, հետո papan բացում է մնացած։ Հա, եղավ, վալ է սա։
Պարզվում է իրանք այսօր լրի չեն բացում, քանի որ բանը այդ պուտխին ոնց են ասում հայերեն, այդ չեն ասում, այն բալկեն էլ այդ մեծ, դա շատ ծանր է բեվիթխեի այս դուր պատուհանի համար։ Դրա համար Սերժը մենակ չէր կարող, թե չէ քանդելը պրոբլեմ չի, Սերժն ասեց 2 վայրկյանում կքանդեմ, էդի պրոբլեմ չի քանդելը, հələ քարերի մեծությունը նայեք երեխեք, այս քարերը, հետո այս քարերը ինքը Սերժը հավաքել է։ Տեսնում եք այս վերևի մասը, այս ամբողջ տունը, այս ֆասադը, այս հենց քարեր պիտի լինի, հետևի մասը, այն հետևի մասը կլինի արդեն գաչ սիրուն բանով, այս պարտեզը փոքրիկ պարտեզն է, շատ հանգիստ տեղ է, շատ, այս ամբողջը սստի քանդվի ու դեղից աստիճանն իշնում է, փոքրիկ տուն է, փոքրիկ տուն, որում եղել են մարդիկ երջանիկ, ուրախ, հյուրասեր, մի ահավոր ձևի հյուրասեր էին սկեսուրս, այստեղ, այստեղ ամեն կիրակի երևի 7 հատ մեքենա էր, իրանց բարեկամները կապ չունի քաղաքից գալիս էին, սեղանն արդեն սուպրա գցած, դրա համար լավ հիշողություններ պիտի թողնենք երեխեք ջան, ու գիտեք ամենակարևորը որն էր, որ իրանք չունեին կահույքներ, եսի մինչեր, իրանք ապրում էին ապրելու համար, ապրում էին մարդկանց հաճույք պատճառելու համար եւ Աստված հոգիները թող լուսավորի, արտակարգ մարդիկ էին, արտակարգ, ես հուզվում եմ, որ հիշում եմ, բայց ինչ արած, կյանքն է։ Դրա համար այս տունը, թեկուզ Դավիթ այստեղ չապրի, այս տունը ով կգնի, կլինի աշխարհի բախտավորը, որովհետև շատ երջանիկ տուն է, ու գիտեք ամենակարևորը որն է, որ սեր է եղել այս ընտանիքում։ Դուք տեսնում եք արդեն իրանց երեխաներից իմ ամուսինը մինչև վերջ իր մամային, ինչ ասեմ, պապային, դե պապան կեսրած չցանկացավ ապրել, շատ ուժեղ մարդ էր, չցանկացավ ուղղակի երեխեք, գիտեք, ինչ ասեմ, մեկ որ Սերժն ասում էր չէի հավատում, բայց ճիշտ է ասում։ Սկեսուրս մի քիչ իրանք վերջում արդեն հիշողությունը կորցրեց, դե ծերության հիշողություն եւ ինչ որտեղ ուրախ եմ դրա համար, որտեղ նենց էին սիրում ամուսին, ինքը իր ամուսնու համար խենթանում էր։ 2 վայրկյան չէր ապրի, որ իմանար ամուսինը չկա։ Հիշողություններ, այս տունը, Serge, c'est quelle année cette maison? À peu près 1800 1830 1800-ական թվականների տուն է երեխեք ջան այս տունը։ Եվ այդ տունը կանգուն է։ Այդ դրա համար եմ ասում, ոչ մի բան հետները չենք տանում, մաման ճիշտ է ասում։ Շատ ճիշտ է ասում։ Դե ինչ սիրելիներս, եկեք հայրիկին եւ տղային թողնենք, մենք գնանք արդեն տուն, որպեսզի պատրաստեմ ճաշը, ցանկանում եմ ձեզ բարի դյութում, հուսով եմ, որ մի քիչ կտրվեցիք ձեր առօրյայից եւ հավանեցիք այսօրվա բլոգը։ Դե ինչ համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա-պակա մինչեւ հաջորդ բլոգ։